Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ցույց տվեց, որ հազիվ է մնում adekvatության սահմաններում, սակայն Ագնեսայի, Քրիստինեի հարցերից արդեն արեց այն, ինչ հաճախ է անում, անիմաստ գոռգոռաց ու ապավինեց դերասանության տաղանդին։ Ամեն երրորդ շաբաթը իշխանության թիվ 1 ճյուղը օրենսդիր մարմինը եւ ամեն 5 շաբթի իշխանության երկրորդ ճյուղը գործադիրը վերածվում են թատրոնի, վերածվում են կրկեսի, վերածվում են պոպուլիստական ու մանիպուլյացիոն սցենարներով ներկայացումների։ Ժողովուրդ այդ կառույցներից սպասում է իր կյանքում դրական փոփոխություններին միտված օրենքների որոշումների, բայց տեսնում է ամբաղ զամբաղ ելույթներ։ Վերցնում եմ ազգային ժողովի վերջին հարցուպատասխանը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ձայնագրություն է միացնում 3 տարվա վաղեմության, որտեղ Մարթամեկը ասում է. Եթե խաղաղության պայմանագիրը չունի երաշխավոր, ընդ որում ազդեցիկ գերտերության, ուրեմն կարող է դա կնքեն 12 ժամ հետո լինի պատերազմ։ 3 տարի հետո Նիկոլը նախաստորագրում է պայմանագիր առանց երաշխավորի։ Պատգամավորը հարց է տալիս. Այն ժամանակ էիք ստում, թե հիմա։ Նիկոլը ընկնում է Պեչենու բաղերը։ Ինչ որ փոդքաստ է նայել, Էյնշտեյնի մասին բաներ են բացահայտել, տեսել է, որ աշխարհը փոխվում է, իրենք էլ են փոխվում, գաղափարներն էլ են փոխվում, ով դեբիլ չէ փոխվում է եւ այլն։ Պետությունները կազմում են մինչեւ 100 եւ ավելի տարիների անգամ ծրագրեր, ռազմավարություններ, ու այսօրվանից անում են այնպես, որ դա իրականանա։ Դուք 3 տարի առաջ ծրագիր եք պատմել, թե ինչ եք անելու, 3 տարի հետո այլ բան եք արել, այսինքն ընդամենը 3 տարվա ծրագիր չեք կարողանում անել, ինչ աշխարհի փոփոխություն։